Iisusi haluaa kasvatulleisiin rakentaa
աղաների պատներ։ Այն դարձավ պարզապես մի լուր, որ բացվում է դեպի արտադրություն։ Եվ դրա համար Քրիստոս ինքը ասում է. Ես եմ հարությունը և ես եմ կյանքը, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մեռնի, պիտի ապրի։ Քրիստոսի հարության եզերական ծավալները երբեք ու երբեք չեն նշանացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի առջև։ Այլ այն երկրավոր կյանքը դարձնում են հավիտենական կյանքի նախասրահ։ Առանց հարության երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու ընդամենը մի մրցած տարեցի։ Մի վայր, որ մրցանակ կարող է դառնալ փչացող նյութը, ամրով գեղեցկությունը, ջլացող ուժը և օշիանցող իշխանությունը։ Առանց հարության ջնջվում են բնակեցելը լեղքի և առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց հարության չկա սահմաններ ու չկա ուղենիշեր, չկա նպատակներ ու չկա միջոցներ, վերջապես չկա կյանք, այլ կա միայն ու միայն սրբկած ու աննպատակ դիպված դեպի երեսում։ Այսպես է հատուկանը շրջումը, ոչնչացում կյանքը, մարդուն մխում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների և իրավունքների բացարձակացում։ Մինչդեռ հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր անդրվար, ծնունդից մինչև մահ, բրդության մի օղակ է հավիտենության շրջայինը։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում երկրում և երկրի ջանքերը կանցեր են դառնում հավիտենության մեջ։ Երկրքին ու կրկին ճշմարիտ է առարկատը և ասում է, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է և Իզուր է մեր հավատը։ Մեր ժողովուրդը անցել է հարյուրավոր, հազարավոր տարիների իր պատմության մեջ, արտավիճների միջով։ Սմբնուր խմել է դառնության բաժակը, հաջավան նախնչել է աղետների ու հորգաների ներում։ Երբեմն խելահեղ միուսախապության գործել է փախոստալ ողբերգական և ցավալի իրականությունից։ Երբեմն նույնիսկ ասացի տակ է ապրել հարության ճշմարտացիությունը և խոր ցավերի ու վշտերի մեջ, ուսախապության մեջ հաստատել անգամ Աստծո գոյության։ Բայց մեր ժամանակ միշտ շարունակել է ապավինել հարությանը և պայքարել։ Այսօր ևս մենք գործություններ ենք հաղթահարում։ Շարունակում ենք սևասանական գործողությունների հետևանքները և շարունակում ենք հանդիպել որվածած, անջատված, բայց արդեն սերացած հայացքներ ունեցող երեխաների։ Տեսնում ենք ցավից գալազող որտեղ կորուս մայրերի ցանկացած աչքեր, այլևս արցախահայերի վշտահար երեխեր, բանտերում ապօրինաբար պահվող, խոշտակվող գերիներ, սեփական երկու անպաշտպանությունից և չկարողությունից խորացած
խեղճացած մարդիկ։ Եվ լույս ժամանակ այսօր Քրիստոսի Սուրբ Արությունից 2000 տարիներ հետո տեսնում ենք մարդկային ցավի և կարիքի նկատմամբ անտարբեր ու սնախակ ոգիներ, որոնք իշխության կուրացման գնով հարկ ու անձնական բարեկեցություն են։ Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամակակով հռետորներ, որոնք իրապաշտության հանգարցների մեջ այլենադատություն, պատմական հիշողությունից հրաժարվում և ինքնաժրկում են կրում։ Տեսնում ենք խոսքի աչպարարներ, որոնք ազատության և արդիականության զարգանքի մեջ սանձազատություն են տարածում։ Տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության հավաքակող շրջաններում իբրև թե գիտելիք և բարեկամություն են վաճառում։ Եվ հետաքրքիր է, սրանք բոլորը բացելու են այն ամենով, ինչի համար ըստ էության պետք է համաչել։ Համաչում են այն ամենից, ինչով պետք է բարձրանալ։ Այսպես է, պատիվն ու հարգանքը, անցյալ ու ներկա և ապագա հաջորդի հանդեպ մարմնապաշտության չենջահող բաժինի մեջ։ Միթե այս ողբարի պատկերների առջև չի նշանակում սուրբության հրաշքը։ Ինչպես հավատալ, որ կրճի սուրբարության խորհուրդը կյանք և կրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար այս վիճակներում։ Գույներ և եղբայրներ։ Ես չունեմ խոսքեր ամոթելու ձեզ հարության ճշմարտացիության մեջ։ Չունեմ նաև բառեր հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկությանը։ Ունեմ միայն համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մաղմամբ։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը հավաքվել գացով և ողբերգությամբ։ Չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ վերջապես ունեմ համոզում, որ Հիսուս, նույն Հիսուս, որը չարչարվեց, խաչվեց, մահվան պատմվեց, հենց այդ նույն Հիսուս հարություն է։ Եվ հենց դրանով է Աստված։ Աստված չի կարող բանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է մեր քարոզածը և Հիսուս է մեր հավատը։ Եվ մանրամասն մեր ողջ կյանքն ու ընթացքը։ Բայց քանի որ մանրամասն չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի ադրությունը և անժխտելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունն է։ Եվ վերջապես իհարկե ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես հարություն է ապրել։ Կամ հավատալ նրան, ընդունել այն, որ Աստված մահացավ։ Եվ ուրեմն գործողությունները վերածենք կյանքի զորացման։ Սայթակելուց հետո վեր կանգնենք, վեր կենանք։ Մեղաչելուց հետո չտանտանենք հավատալարությանը։ Մերժենք նրա հավատությունը, մերժենք կասկածները։ Պայքարենք մեղքի դեմ նախիքներս մեր մեջ։ Եվ հետո այլ ներերում և այլ ներերում։ Պայքարենք կյանքի համար, պայքարենք արժանապատվության համար։
խորտակվում է շարի ապտեշը, և հարություն այնտեղ է, ուր կենցում է միաբանությունը, ամերաշությունը, և տրկավորում է սերը, և ուրեմն հողորնյալ լինի իր սուրբ հարությունը, թող պրջի սուրբ հարության շորները, առատորեն